Երկու բար խոսամ, ես գնամ իմ գործանի, որտեղ ներվ ու հավես չունեմ։ Հետարքիր բան ա ստացվում։ Նույնիսկ փարաքար խոշորացված համայնքի այդ համայնքապետի ընտրված Վալոձա Գրիգորյանի մահը էլի, սպանությունը։ Ձեր նման սրբապիղծ բոզի տղերքը 18+, նույնիսկ շահարկում են։ Դուք շահարկում եք այն կոնտեքստով, որ դա շարունակությունն է, այնքան ուղղից թոփալ եք։ Հոկտեմբերի 27-ի։ Առանց հասկանալու երեք եմ դրա մասին խոսացել, չեմ ուզում շատ խոսամ այդ թեմայով։ Որ ներկա պահին մի հատ քնձղ բոզի տղա է ղեկավարում երկիրը, դա մեկ։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյան, երեք լրացավ երկրորդ տարելիցը, որ Արցախում Հայկազով զորամասում պայթեց այդ բենզինի պահեստը, որտեղ զոհվեցին բազմաթիվ հայեր ու 22 հոգի էլ անհետ կորան, որտեղ այդ պահին օգնություն էին ցուցաբերել նույնիսկ ադրբեջանցիներ իրենց մեքենաներով։ Այդ պայթյունի ժամանակ մահացավ նաև իմ աղբերը։ Պայթյունից անցել է 2 տարի, քանի հոգի ունես դատված։ Դու որպես մի շարք պոռնիկի բալեքի ասելով հզոր վարչապետ։ Քանի հոգի կա դատված։ Աղբորս մահվան պատասխանը ով պիտի տա։ Հա՞։ Չկա պատասխան տվող։ Բայց տալու եք, է։ Հիմա շատերդ կարակ ասեք, ընթանում է նախաքննություն, ընթանում է հետաքննություն։ Էդին ոչ մի տեղին կասայիցա չի լինում, հասկացաք։ 2 տարի, տարին ունի 365-ից 66 օր։ 700 օր ձեզ չի հերիքում, մեղավորները պատժվեն այդ բենզինի պայթյունի։ Չի հերիքում։ Որտեղ դուք ամուլ, իմպոտենտ պոռնիկի բալեք եք։ Հետո, երբ որ խոսում են մի շարք եվրոպամետ, բայց իրականում թրքամետ պոռնիկի վաստակներ, իրականում թրքամետ։ Այդ ինչի մեծ են չեք անում, երբ որ ձեր սրտի վարչապետը երեք նստել էր հանգիստ զրուցում էր Ռուսաստանի Դաշնության ատոմային գերհզոր տերության նախագահի հետ։ Բախի չեք ասում, մենք գտնում ենք Եվրոպա, դու խես գնացել Ռուսաստան։ Խես նստե փաչեկդ լոճ է խոսում։ Բա խոսացեք։ Ու հետարքիրը գիտեք որն է, որ շատերը երբ որ ասում են, մենք դուրս ենք գալի ռուսական ազդեցության գոտուց, գնում ենք դեպի Եվրոպա, գնում ենք դեպի ԱՄՆ, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց համեմատություն։ Լինելով իբր թե ռուսական ազդեցության գոտում, հա, մենք մեր կնիքի վրա ունենք Արարատի նշանը։ Լինելով ռուսական ազդեցության գոտում, Grand Tobacco-ն արտադրում էր ինչ։ Արարատ սիգարետ։ Լինելով ռուսական ազդեցության գոտում, մեր երկիրն արտադրում էր Արարատ կոնյակ։ Եվ աշխարհում մեկ ընդունված է, որ Արարատ բրենդը դա հայկական բրենդ է։ Հիմա դուք իբր ինքնիշխան անկախ պետություն, նորագույն Հայաստան, բայց իրականում կերտում եք Թուրքի օրակարգը ամեն օր ամրապնդելով։ Արարատի նշանը չկա, հա։ Սիգարետը էլ չեն արտադրում, շուտով կոնյակը անվանումը կփոխեն կոնյակի։ Արագած դրեք։ Խուստուպ, չէ, խուստուպ չի կարելի։ Ուրիշ բան դրեք, արագած, արաբատ, հատած կոնյակ արտադրեք։ Որ սաղ աշխարհը հերթական անգամ ծիծաղա մեր վրա։ Հրաժարվելով հայկականից, որ ամբողջ աշխարհը ճանաչում է, որ Արարատ կոնյակը դա հայկական բրենդ է։ Դուք ոչ միայն ծիծաղել եք տալիս մեր վրա, որպես մի ողջ ազգի վրա, այլ դուք սպասարկում եք Թուրքի օրակարգը, լավ եք անում, ճիշտ եք անում։ Քանի ժողովուրդը լուռ նստած տներում սպասում է, թե ով պետք է հլնի իրանց առաջնորդի։ Ճիշտ եք անում։ Բայց դրա անունը դնում եք ինքնիշխանություն, մենք դուրս ենք գալի ռուսական ազդեցության գոտուց։ Շատ հետարքիր տրամաբանություն է։ Բան չէր գնացել, որպես ողորմելի ստրուկ նստել Ռուսաստանի նախագահի դեմ դիմաց։ Եթե մենք դուրս ենք գալի Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Հա, իմիջիալոց, ԱԺԲ-ի ինչ-որ քարոզիչ կա, Վահե Եսիմինչյան։ Այդ որ հրապարակումներ ես անում Facebook-ում, հեսա Մոսկվան հրթիռակոծվելու է, Ռուսաստանի վերջը երկորում գալու է։ Բա որ ես մի ամիտ հանվեմ լարեմ քո հետևից։
Ոչ այն կոնտեքստով, որ ես պաշտպանեմ Ռուսաստանին, այլ այն կոնտեքստով, որ քո նման թրիկ ուտող բոզի տղեկը չեն հասկանում, որ Ռուսաստանում ապրում է 3 միլիոն հայ։ Այդ կոնտեքստով հանվեմ 1000 ներողություն խերստանգեմ հարցակվեմ նավարիդ վրա։ Դուրդ կգա բոզի տղա։ Չոտը աշկիս ԱԺԲ-ն ալաբուլա է երևում։ Նայեք, հա, Նիկոլին գրգեմ օդպուսկ գամ ձեր վրա, ժիրո, ես քեզ ասել եմ, չէ՞։ Քո լնգու լավազներին հավքի բռիդ մեջ։ Եթե դու դրան ընդունակ ես, եթե չէ, ես ու դու իրարից չենք նեղանում։ Կլնես դու, կլնի Արա Պապյանը, կլնի եսին Վահե Գասպարյանը։ Ներո սրտաբան է ինչա, քաղաքական գրառումներ անում։ Ես դες ասել էի, որ երկրորից Մոսկվայի վերջը գալու է։ Այ բոզի տղա։ Եվրոպան, Ամերիկան ձեր տված չեն կարամ Ռուսաստանի վրա։ Քորման քնձղ բոզի տղու գրառումով դի Մոսկվայի վերջը գա։ Էլ եմ ասեմ, ես Ռուսաստանին կարամ չպաշտպանեմ ու չեմ էլ պաշտպանեմ, բայց ես ապրում եմ մտե։ Բայց Ռուսաստանում ուղեղից թոփալ պոռնիկի տղեկ ապրում է 3 միլիոն հայություն։ Հասկացաք։ Որ գնացել եք պլակատերով գոռում եք «Վոն Ռոսիա», Ռոսիան ծծծնի ձեր նավարին։ Հասկացաք։ Ղախպի տղեկ։ 70-80% ձեր տնտեսության հետ արտադրությունը ամեն ինչը գյուղատնտեսությունը դուսագալի Ռուսաստանի դաշնություն։ Հայ գյուղացին հնարավորություն ունի իր լոլիկը, իր սմբուկը, բիբարը աճեցած տանի Ֆրանսիա ծախի, չէ։ Բա բոզի տղեկ ինչ եք ուզում այդ երկրից։ Փողով խոսացող բոզի տղեկ։ Փողով երկիր քանդող չեմ ուզում շատ խոսամ, որտեղ շատ քվուր կանեմ։ Իսկ դու Նիկոլ Փաշինյան միջգալակտիկական բոզի տղա ես, քանի որ 2 տարի անցել է Արցախի հետ պայթյունի, բենզինի պայթյունից, ու միջև մի հատ մեղավոր չի դատվել, քանի որ դու պոռնիկի ծնունդ ես։ Լեգիտիմ պոռնիկի ծնունդ, լեգիտիմացված։ Այսքան բան։